Ողջույն, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն արդեն տևական ժամանակ միմյանց հետ վիճում են ու միմյանց մեղադրում են 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին այսպես ասած իշխանության բերելու համար։ Սա այն դեպքն է, որ կարող ենք ասել պարոնայք, երկուստ էլ ճիշտ եք, երկուստ էլ ունեք ձեր մեղքի բաժինը։ Որովհետև եթե նորմալ կառավարեիք երկիրը, կարողանայիք լուծել շատ խնդիրներ, այդ թվում նաև Արցախի խնդիրը, 20 տարի շարունակ չկեղծեիք ընտրությունները, ապա ժողովրդի զզվանքն ու հիասթափությունը չէր հասնի գագաթնակետին և 2018 թվականին հեղափոխություն չէր լինի, կլինեին ազատ արդար ընտրություններով իշխանափոխություններ։ Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել էր փակ ինքնաբավ իշխանական համակարգ, որտեղ ընտրությունները ձևական էին, մրցակցությունը սահմանափակ, իսկ հանրային վստահությունը աստիճանաբար քայքայվող։ Երբ հասարակությունը երկար ժամանակ չի տեսնում իրական ընտրության հնարավորություն, կուտակվող դժգոհությունը մի օր դուրս է գալիս փողոց։ 2018-ը հենց այդ կուտակման պայթյունն էր։ Այսօր երկու նախկին նախագահները փորձում են ամբողջ պատասխանատվությունը բարթել մեկը մյուսի վրա, մոռանալով, որ խոսքը երկու տասնամյակ տևած կառավարման խայտառակ մշակույթի մասին է։ Այդ տարիներին ոչ միայն չլուծվեցին առանցքային խնդիրները, տնտեսական անհավասարություն, արդարադատության հանդեպ անվստահություն, այլև խորացավ հասարակության օտարացումը պետությունից։ Իսկ երբ պետությունն ընկալվում է ոչ թե որպես հանրային ինստիտուտ, այլ որպես փակ ակումբ, ապա իշխանության փլուզումը դառնում է ժամանակի հարց։ 2018 թվականի իրադարձություններն օդից չեն առաջացել, դրանք եղել են հետևանք, ոչ թե պատահականություն։ Եվ որքան էլ այսօր տարբեր ճամբարներ փորձեն վերաշարադրել պատմությունը իրենց հարմար ձևով, մի բան ակնհայտ է։ Եթե իշխանությունը տարիներ շարունակ փակ է հասարակությունից, եթե ընտրությունները չեն ընկալվում որպես փոփոխության գործիք, ապա փոփոխությունը մի օր տեղի է ունենում, բայց արդեն իրենց համար անկանխատեսելի ձևով։ Եվ այս ամբողջ պատմության մեջ ամենաաբսուրդն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կամ նրանց քաղաքական ճամբարները փորձում են ներկայանալ որպես խաբված կամ միմյանցից տուժած կողմեր։ Իրականում նրանք ոչ թե զոհեր են, այլ նույն քայքայիչ համակարգի համահեղինակներ։ Համակարգ, որը տարիներով խեղդել է մրցակցությունը, արժեզրկել ընտրությունը և հասարակությանը կանգնեցրել փակուղու առաջ։ Երբ երկու տասնամյակ շարունակ իշխանությունը վերածվում է ինքնապահպանման մեխանիզմի, իսկ պետությունը նեղ շրջանակների շահերի սպասարկուի, ապա բնական է այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին։ Այս ֆոնին նախկին նախագահների փոխադարձ մեղադրանքները հնչում են ոչ միայն անհամոզիչ, այլ նաև ցինիկ, որովհետև իրական հարցը ով բերեց 2018-ը չէ, այլ ով էր տարիներով ստեղծում այն պայմանները, որտեղ այլ ելք պարզապես չէր մնալու։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։